Հարգելի հանդիսատես, ձեր խնդրանքներով մեծ հայեր խորագրի տակ շարունակում ենք անդրադառնալ մեր հայրենակիցներին, ուսումնասիրել և ձեզ ներկայացնել հետաքրքիր փաստեր։ Այսօրվա իմ պատմությունը մեծագույն հայի, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի մասին է։ Բարև ձեզ, դուք Վարդուհի Սարգսյանի հետ եք։ 20-րդ դարի սկզբի Եղեռնից Ֆրանսիա տեղափոխված արտիստների ընտանիքում 1924 թվականին ծնվել է մեծ հայը, ում ճանաչում է ամբողջ աշխարհը և ով մեզ բոլորիս սովորեցրել է սիրել։ Շառլ Ազնավուրը ասում է. ես ծնվել եմ էմիգրանտների ընտանիքում։ Ծնվել եմ Ֆրանսիայում, որտեղ Ֆրանսիան է մեզ գրկաբաց ընդունել, որպեսզի այստեղ կարողանանք արմատներ ձգել։ Ես ունեմ ֆրանսիական քաղաքացիություն, բայց հոգով հայ եմ։ 2008 թվականին իրականանում է Շառլ Ազնավուրի ևս մի երազանքը, նա դառնում է Հայաստանի քաղաքացի և 2009-ից 18 թվականները Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում Հայաստանի դեսպանն էր։ Հայաստան, իր ծնողների հայրենիք, Շառլ Ազնավուրը առաջին անգամ եկել է 1963 թվականին։ Այն ժամանակ քչերն էին հավատում, որ Սովետական Միությունը իր դռները կբացի մեծ շանսոնիեի համար, բայց արվեստը հաղթեց։ Շառլ Ազնավուրը ելույթ էր ունենում Երևանի օպերայի և բալետի թատրոնի բեմում։ Ավելորդ կլինի ասել, որ տոմսերը հնարավոր չէր ձեռք բերել, անգամ ներսում կանգնելու տեղ չկար։ Հազարավոր մարդիկ էին սպասել այս համերգին։ Ils sont venus. Ծնողներս պատմում են, որ Շառլ Ազնավուրի համերգի ժամանակ ումբաղ չէր վիճակվել մտնել դահլիճ, դրսից հենվում էին շենքի պատերին, որպեսզի կարողանան լսել, ունկնդրել տաղանդի կենդանի ձայնը։ Այս համերգի ժամանակ առաջին շարքերում նստած էր Շառլ Ազնավուրի տատիկը։ Когда он пел маму, в первом ряду сидела его бабушка. В Армении Азнавур чувствовал себя как дома и хотел видеть на концерте родных. Մինչև Երևանյան այցելությունը Շառլն ու տատիկը չէին ճանաչում իրար։ Տատիկը 96 տարեկան էր և նա միշտ նստած էր համերգի առաջին շարքում Ազնավուրի երևանյան բոլոր համերգների ժամանակ։ Պատկերացրեք ժողովրդի հուզմունքը և Ազնավուրը իր և բոլոր հայ մայրերի և տատիկների համար, ովքեր հեռու էին ապրում իրենց զավակներից, կատարեց մայրիկ երգը։ Սա ցնցող տեսարան էր։ Առավել հուզիչ էր այն պահը, երբ տատիկը բարձրացավ բեմ, ծնկի իջավ հռչակավոր թոռան առաջ և նրան հանձնեց թաշկինակը։ Այն թաշկինակը, որով նա տարիներ շարունակ մաքրել էր զավակից հեռու ապրելու արցունքները։ Սովետական Միությունում ընդունված կարգ կար ստուգել բոլոր տեքստերը, որոնցով ելույթ են ունենում արտիստները։ Շառլ Ազնավուրը հրաժարվում է իր տեքստերը հանձնել ղեկավարությանը ասելով. չնայած իմ երգերը ֆրանսերեն են, բայց բոլորը դուք գիտեք և հասկանում եք։ Իմ երգերում չկա ոչ քաղաքականություն, ոչ անպարկեշտություն։ Այնտեղ սեր է և կյանք։ Շառլ Ազնավուրը այն բացառիկ երգիչներից էր, ում տեքստերն առանց ստուգման անցան ցենզուրան և նրան տրամադրվեց այն ժամանակվա Երևանի ամենամեծ բեմը օպերայի և բալետի դահլիճում։
Շառլը մանկուց տարբերվում էր մնացած երեխաներից, նա փողոցում խաղալու փոխարեն սիրում էր ֆիլմեր դիտել։ Հիանում էր հերոսներով ու երազում, որ մի օր իրեն են դիտելու հեռուստաէկրանների առաջ։ Կինեմատոգրաֆով հրապուրանք ուղեկցեց Շառլ Ազնավուրին ամբողջ կյանքում։ Իսկ 1981 թվականին շանսոնիեն մեկընդմիշտ սիրահարվեց և սցենարի, և դերասանների վրա։ Rempli de rires clairs, un seul chemin déchirant nos enfers, allant plus loin que la nuit, la nuit, la nuit. Ֆիլմը Թեհրան 43-ն էր, որի գլխավոր երաժշտական թեման դարձավ Շառլ Ազնավուրի լիրիկական և խորաթափանց «Հավերժ սերը» երգը։ Թեհրան 43 կոնֆերենցիան նման ակամպանիմենտով անսպասելի էր, բայց սա զարմացրեց ու նաև գերեց ու հիացրեց հանդիսատեսին։ Ֆիլմում գլխավոր դերերից մեկում Արմեն Ջիգարխանյանն է։ Այս երկու հանճարները դեռ երիտասարդ տարիներից էին ճանաչում իրար Ազնավուրի առաջին երևանյան այցելությունից։ Արմեն Ջիգարխանյանը Շառլ Ազնավուրի մասին ասում է. Թեհրան 43 ֆիլմից հետո աշխարհը ճանաչեց մի մարդու, ով ասում է, որ կա սիրո առնվազն ևս 100 տարբերակ։ Նա յուրահատուկ մարդ է։ Միայն ինքն է կարողանում այդպես գրել, միայն ինքն է կարողանում այդպես ներկայացնել երգը։ 1955 թվականին Շառլ Ազնավուրին հրավիրում են ելույթ ունենալ հանրաճանաչ Օլիմպիայի բեմում։ Մի քանի տարի անց նա նորից Օլիմպիայի բեմում էր, այս անգամ արդեն աստղի անվիճելի կարգավիճակով ու արդեն միագույն ու հասարակ պաստառների փոխարեն ամբողջ Փարիզով կախված էին Շառլ Ազնավուրի համերգների պաստառները, որոնցից ամենամեծը տեղադրված էր ամենապրեստիժ համերգասրահի Օլիմպիայի ֆասադի վրա։ Այնուհետև նա ևս 12 անգամ ելույթ ունեցավ Օլիմպիայի բեմում մենահամերգներով։ Սա բացառիկ երևույթ էր։ Ազնավուրի անգլերեն «Շի» երգը թարգմանվել է շատ լեզուներով՝ ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն։ Մեծ Բրիտանիայի հիթ շքերթներում այս երգը 4 շաբաթ մնացել է գլխավոր հորիզոնականում, վաճառվել 250,000 օրինակով և արժանացել ոսկե, այնուհետև պլատինե մրցանակի։ Սա բացառիկ երևույթ էր։ Նման բան չէր հաջողվել ոչ մի ֆրանսիացու։ Ինքնահավան անգլիացիների լոնդոնյան փաբերից հնչում էր «Շի, շի, շի» երգը։ Այսօր երևանյան փողոցներում են երիտասարդ երաժիշտները նվագում «Շի, շի, շի»։ Ֆրանսիայում Շառլ Ազնավուրի քննադատները շատ էին։ Ոմանք նրան քննադատում էին ձայնի, երգի ոճի, անգամ կարճ հասակի համար։ Բայց շուտով Ֆրանսիան էլ ընդունեց մեծ շանսոնիեին։ Նրա մասին Շառլ դե Գոլը ասել է. «Դուք կտիրեք աշխարհին, որովհետև կարողանում եք գերել մարդկանց»։ Շառլ Ազնավուրի անձնական կյանքը հեռու է եղել միշտ հետաքրքրասերների աչքից, բայց կա մի կին, յուրահատուկ կին,
որին բոլորս ենք ճանաչում։ Էդիթ Պիաֆ։ Ճնճղուկը, այսպես էին Էդիթ Պիաֆին անվանում, թևեր է տվել Ազնավուրին։ Երբ ես տխուր եմ, Շարլին եմ լսում, երբ ես երջանիկ եմ, Շարլին եմ լսում, նա գիտի կյանքի մասին ամեն ինչ և կարողանում է իր երգերով վարակել ու զգացմունքները փոխանցել մեզ։ Շարլ Ազնավուրը իր ստեղծագործական կյանքի ընթացքում համագործակցել է շատ գեղեցկուհիների հետ, Լայզա Մինելի, Միրեյ Մաթիե, Սելին Դիոն և այլով, մի առիթով Շարլը Լայզա Մինելիի մասին ասել է. նա ինձ համար ավելին է քան ընկերը, բայց պակաս քան սիրուհին։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից տուժածներին օգնելու համար Շարլ Ազնավուրը գրում է «Քեզ համար Հայաստան» երգը, որը առաջին անգամ ձայնասփռվում է ֆրանսիական հեռուստատեսությամբ 1988 թվականի դեկտեմբերի 20-ին 87 աշխարհահռչակ երգիչների կատարմամբ։ Այս երգը այնուհետև կատարում են հայ երգիչները։ Երգը համախմբեց մարդկությանը, ուժ տվեց, հույս տվեց։ Քեզ համար Հայաստան երգը ֆրանսիական հիթ շքերթներում 10 շաբաթ անընդմեջ մնաց առաջին հորիզոնականում և գրանցվեց Գինեսի գրքում։ Ֆրանսիայում կա հատուկ նարինջ մրցանակ, որը տրվում է հանրային դեմքերին, ովքեր բարյացկամ են տրամադրված լրագրողների նկատմամբ։ 1970 թվականին Շարլ Ազնավուրը ստանում է մի ամբողջ զամբյուղ նարինջ ի նշան շնորհակալության և բարյացկամ տրամադրվածության դեպի ժուրնալիստները։ 2006 թվականին նա մեր հանրապետության հրապարակում էր։ Համերգին առաջին շարքերում նստած էին Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները։ Շատերը կհիշեն այս համերգը։ Երբ համերգից հետո Ազնավուրին հարց են տալիս, թե ինչպես նրան ընդունեցին Հայաստանում, նա պատասխանեց. «Ես իմ տանն էի, ինչպես կընդունեն ձեզ ձեր տանը»։ Ազնավուրի աչքերում վիշտ է ու խորություն, նրա աչքերը հայի աչքեր են, նա մերն է։ Իզուր չէ, որ անցյալ դարի 70-ական թվականներին, երբ նա Հայաստանում էր, ուսանողները ամենուր անգամ շենքերի պատերի վրա գրում էին. նա մերն է։ Ազնավուրը միավորում է ժողովուրդներին, սերունդներին, նա մեզ այսօր շատ է պակասում։ Իմ սիրելի հայեր, ես այսօր չեմ ասի ծեծված խոսքեր, հիշենք, հարգենք, վստահ եմ, որ յուրաքանչյուրս, ով գոնե մի անգամ առիթ է ունեցել տեսնել նրան կամ գոնե լսել այդ տառերի համակցությունը Շարլ Ազնավուր, մեծագույն հարգանքով է տրամադրված նրա նկատմամբ ու կհիշի հավերժ։ Ու քանի մենք դեռ գիտակցում ենք, որ նա մեր ազգին պետք է, մեր ժողովրդին, մեր պատմությանը, նա միշտ մեզ հետ կլինի իր մտքով ու հոգով։